Ինչու եք դուք կարծում, որ նոր լարվածության կետ է դառնալու Մեղրին Սյունիքը։ Դե նախ այդ կազմակերպության Եվ այս front office back office-ին անդրադարձեք։ Նախ ասվել է, որ այդ կազմակերպությունը Հայաստանում պետք է լիցենզիա ստանա, բայց դա օտարերկրյա կազմակերպություն է, անվտանգային եւ օտարերկրյա մեծաշով ռազմական ներկայություն է։ Այո, դա չի լինելու օտարերկրյա դրոշով, բայց դա լինելու է օտարերկրյա քաղաքացիներով եւ օտարերկրյա շահերով, դա միանշանակ է եւ դա մեխ է այս ամեն ինչի։ Սա մեկ եւ այսպիսով Հայաստանի, այսպես ասած, հարավում ստեղծվում է նոր, այսպես ասած, ասեմ ռազմական կամ զինված ներկայություն, զինված ավելի ճշգրիտ կլինի։ Երկրորդը Իսկ դուք տեղեկատվություն ունեք զինված որտեղ եք կարդացել դրա մասին։ Որ ֆրեյմվորքում օրինակ նշված չի դրա մասին որևէ բան, որ զինված պետքա լինեն, զինվածության ինչ աշճան պետքա լինեն։ Այդ դեպքում, եթե իրանք հերադիտակներով լինեն, օրինակ։ Ես չգիտեմ ինչով է։ Իրանք ինչպես են ապահովելու անվտանգություն։ Եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, ապա հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ եթե մի բան լինի անվտանգության տեսանկյունից, կարող եք ինձ զանգել։ Եթե սա է անվտանգության երաշխիքը, ես կողմնակից եմ, որ մի քիչ ավելի հստակ անվտանգության երաշխիքներ ունենանք։